Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Նրա անունը մի տա, որ հանդիպեք։ Ախ, ես իմ այնքան բան ասելու որ մի բան ասեմ։ Գալիս է այդ չէ, նամեղ չի հանդիպում։ Իր շրջապատն ունի գալիս է իրանց հանդիպում այդ։ Ես ոչ Նիկոլական եմ, ոչ չեմ։ Ես ուշագրու մարդը 82 տարեկան, սորկան մեկուց չկան։ Բայց մեր երեխեքը մեր սերունդ հրեստուկ խոսք ունակ սաղս էլի, խի ենք գնամ քուչա։ Խիջի մի աշխատանք հայտ եղել էր, կարճին, նորմալ, որ մարդիկ աշխատեին իրանց աշխատանքը բաղար։ Ոչ թե քուչանգնեին, որ կոպեկ առնեին, տանեին ընտանիք պահեին։ Եդնուք հոտ ասեմ, իժդար դուրս ետ չի կարելի բարեգամանալ, փողыз ինձ էլ տանի նստացնի։ Թուրքը հայրին խապելա, մորթելա, ճնշելա, էլտա, Էրդողանը չարած, որ սաղ բանը Ղարաբաղը դրդակ էր։ Էրդողանի ուժը տանում էր 200 անգամ ուժը Հայաստանից։ Ղեկավարին ինչ ասես, ղեկավարը ինքը պետք է հասկանա։ Մեգա ասածները չեն տեղ չի ասնում, չեն ընդունում։ Իրանք ոնց գիտեն, էց են անում։ Ոչ մի բան։ Ինչ կա որ ինչ ասեմ։ Ես Նիկոլ Փաշինյանին հանդիպելու ցանկություն չունեմ, տեսնելու ցանկություն չունեմ։ Իրան ցանկություն չունեմ հանդիպելու, որովհետև իր դեմքը Հիտլերի դեմքը ու շատ սատանեքի դեմ, որը շատ իր նայում ես, դրանց աշկերը սաղ նույն մակարդակի է, Քամելոնի աշկերը, դրանց մենակ Բերյան օրինակ փոքր ակնոցը, դրանց աշկերը փուճուր է, դրանց ուղեղը փուճուր է, պրոստը զարգացած ուղեղ ունեն, ժողովրդին խաբել է, ես իրան որ հանդիպեմ, ես գիտես շատ բան կարամ, այնքան բան ասեմ, որ ինքը կանթոնի, որ ես ճիշտ եմ, բայց մի ժամ ինձ չի թողատուսը, ինձ կտանի տակով կանի։ Թոշակները չի պեցրցնեմ, ժողովրդին չի մնայեմ։ Կասեք երգիրը թե կարած լավ պահի, մի քիչ էլ լավ ապրենք, սաղ կյանքներս ինչ տեհանք։ Ես իմ սաղ կյանքը ինչ լավ բան եմ տեհե։ Կռիվ պատերազմ եմ տեսե, չէ։ Սով եմ տեսե, լույսի չլած տարիներ եմ տեսե։ Նորից եմ պատերազմ տեսե։ Ինչ եմ տեսե։ Հմիկուզ եմ ով էլ որ կա կամ ով բդիլի, թող գոնե մեր երեխեքը լավ բաներ տենա։ Մենք էտա չտեհանք էլ եփ է բդի տենանք։ Ախտե ես չգիտեմ, ես բան չեմ ասի նրան, որովհետև ես ընկալխից էին առաջ ողոնել, ես դրան չեմ ընդունել։